Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը մի ստորացուցիչ փաստաթուղթ էր, որ կնքվեց առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում 1918 թվականի մարտի 3-ին։ Այն ստորագրվել է մի կողմից բոլշևիկների, մյուս կողմից քարյակ միության երկրների՝ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի, Օսմանյան կայսրության և Բուլղարիայի միջև Բրեստ-Լիտովսկում։ Բարև ձեզ բարեկամներ, եթերում նոր դարն է։ Այսօր մենք պիտի խոսենք խաղաղության պայմանագրերի մասին և այն մասին, թե իսկապես նրանք երաշխավորում են իրական խաղաղություն։ Եվ այսպես, 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո իշխանության եկած բոլշևիկները խոստացել էին ժողովրդին դուրս բերել հյուծիչ պատերազմից։ Ռուսական բանակը կազմալուծված էր, իսկ գերմանական զորքերը շարունակում էին հարձակումը, ինչը ստիպեց բոլշևիկներին գնալ ծայրահեղ կապիտուլյացիոն քայլի։ Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը կործանարար էր նախ եւ առաջ Ռուսաստանի համար, որ հսկայական տարածքային եւ տնտեսական կորուստներ կրեց։ Ռուսաստանը հրաժարվեց Ուկրաինայից, մերձ Բալտիկայից, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Ֆինլանդիայից, Բելարուսի մի մասից, այս տարածքները անցան Գերմանիայի վերահսկողության տակ, կորցրեց իր բնակչության մոտ 1/3-ը, շուրջ 56 միլիոն մարդ, զրկվեց իր ածխի, երկաթի պաշարների մեծ մասից, ինչպես նաև արդյունաբերական հզորություններից։ Պայմանագիրը ցավոք ճակատագրական նշանակություն ունեցավ նաև հայ ժողովրդի համար։ Ռուսաստանը պարտավորվեց Թուրքիային վերադարձնել ոչ միայն պատերազմի ընթացքում գրավված Արևմտյան Հայաստանի տարածքները՝ Էրզրում, Վան, Բիթլիս, Տրապիզոն, այլև Թուրքիային հանձնել դեռևս 1877-78 թվականներին ռուս-թուրքական պատերազմից ի վեր ռուսական կայսրության կազմում գտնվող Կարսի, Արդահանի մարզերը։ Ռուսական զորքերը պետք է շտապ լքեին այդ տարածքները։ Իր կողմից Թուրքիան պարտավորվում էր զորքերը հետ քաշել այն սահմանագծից, որ գոյություն ուներ մինչև պատերազմի սկսվելը 1914 թվականի սահմանագիծը։ Սակայն պայմանագրի ոչ մի կետ Թուրքիան ի վերջո չկատարեց։ Կարսի, Արդահանի մարզերում պիտի հաստատվեր իբր խաղաղություն, մինչդեռ իրականում թուրքական զորքերը շարունակում էին արյունահեղությունը, շարունակում էին հարձակումը և արյամբ հեղեցին բոլոր գյուղերն ու շեները, հայկական տները։ Պայմանագրի համաձայն Կարսի, Արդահանի մարզերի բնակչությանը պետք է տրվեր, դուք պատկերացնում եք, ինքնորոշման իրավունք, և այնտեղ կազմակերպվելու էին տեղական կառավարման կառուցվածքներ։ Իրականում Թուրքիան այս կետն էլ խախտեց։ Պայմանագրի ստորագրումից անմիջապես հետո 1918 թվականին հայտարարեցին, թե իբր Կարսի Արդահանի բնակչությունը ցանկանում է միանալ Թուրքիային, և հարցը փակվեց։ Թուրքիան պարտավորվել էր նաև պայմանագրով Ռուսաստանի հետ փոխադարձության սկզբունքով ազատ արձակել և վերադարձնել բոլոր ռազմագերիներին։ Թուրքերի կողմից ամբողջությամբ խախտվեց նաև այս կետը, հատկապես հայ գերիների հանդեպ։ Պայմանագրով նախատեսվում էր ռազմական գործողությունների դադարում և զինաթափում։ Թուրքիան անմիջապես խախտեց պայմանագրի այս կետը ևս, գիտեք, որ հենց 1918 թվականին թուրք հրոսակները սկսեցին հարձակում Արևելյան Հայաստանի վրա, շարժվեցին դեպի Ալեքսանդրապոր, Ապարան, Ղարաքիլիսա, Սարդարապատ, Երևան, Էջմիածին։ Պայմանագիրը խաղաղության ոչ պայման է, ոչ էլ հիմք, սիրելի բարեկամներ, և սրա օրինակները բազմաթիվ են։ Բրեստ-Լիտովսկից 2 տասնամյակ անց 1939-ին կնքվեց Մոլոտով-Ռիբենտրոպ հայտնի համաձայնագիրը, որով Սովետական Միությունն ու Գերմանիան չհարձակման և աշխարհը իրար միջև բաժանելու դաշն կնքեցին։ Սա խաղաղության պայմանագիր էր երկու գերտերությունների միջև։ Խորհրդային երկիրը և Գերմանիան պարտավորվում էին ձեռնպահ մնալ միմյանց դեմ որևէ ագրեսիվ գործողությունից կամ հարձակումից,
Պատերազմի դեպքում չաջակցել երրորդ պետություններին, եթե նրանք հարձակվեին կողմերից մեկի վրա, Գերմանիայի կամ Սովետական Միության վրա, պիտի պահպանեին չեզոքություն, վեճերը նախատեսվում էր լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։ Ինչ խաղաղ ճանապարհ, ինչ հաշտություն, ինչ համաձայնագիր։ Պայմանագիրը, որ կնքվել էր 10 տարի ժամանակով, խախտվեց անմիջապես։ Շատ շուտով գիտեք, Գերմանիան սկսեց ուխտադրուժ հարձակումը Սովետական Միության վրա։ Ահա եւ քեզ խաղաղության պայմանագիր։ Ես ուզում եմ այսօր խոսել իմ բանաստեղծ ընկերոջ եւ նրա մի հրաշք ու մարգարեական ստեղծագործության մասին։ Դուք կարող եք հարցնել, միթե արդի գրականության մեջ կան մարգարեական գրվածքներ։ Այո, կան։ Եվ եթե այնքան հաճախ ու հիացումով եմ անդրադառնում ժամանակակից գրողներին գրականությանը, պատճառն այն է, որ մեզ հետ ու մեր կողքին հենց այսօր ապրում են գրական մեծ անհատականություններ, գրվել եւ գրվում են հրաշք գործեր։ Եկեք գնահատենք նրանց ժամանակին։ Սակայն իմ կարծիքով միայն բանաստեղծություն գրելը բավարար չէ։ Տաղանդը նախ եւ առաջ գեղարվեստական խառնված չէ։ Ուրեմն ինչ է պոեզիան։ Ովքեր են պոետները։ Կյանքում ինչ դեր են կատարել, ինչ դեր են կատարում։ Նա ում մասին պիտի խոսեմ, եղել է անկախ Հայաստանի տեղեկատվության առաջին եւ լավագույն նախարարը։ Նրան ոչ ոք չէր քննադատում։ Դուք պատկերացնում եք, այդպիսի նախարար եք ունեցել։ Նրա գործով միայն հիանում էինք։ Նա մեր բոլորի սիրելին էր։ Մեծահամբավ գրականագետ, համալսարանում բոլորիս ուսուցիչ, գրականության ֆանտաստիկ դասախոս Հրանտ Թամրազյանի որդին էր, բանաստեղծ Հրաչյա Թամրազյանը, ով միշտ պատրաստակամ էր բարի գործ անելու։ 1994-ին ոգևորված այն օրերին, երբ Հայաստանը ծանր նյութական, ֆիզիկական կացության մեջ էր, գրքեր չէին տպվում, թերթեր չէին տպվում, ես ոգևորված նախաձեռնեցի Նոր դար շաբաթաթերթի հրատարակությունը, որը պիտի համախմբեր գրողներին։ Սակայն շատ շուտով դժվարությունների հանդիպեցինք, ինչը այն տարիներին շատ բնական էր։ Եվ այդ ժամանակ ինձ զանգահարում է ընկերս, տեղեկատվության նախարար Հրաչ Թամրազյանն ու ասում, որ տեղյակ է դժվարությունների մասին եւ խորհուրդ տվեց գնալ Տիգրան Մեծ տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանի մոտ, ասաց, որ ինքը Վրեժի հետ խոսել է եւ նա ձեզ կօգնի։ Եվ իսկապես Վրեժ Մարկոսյանը մի փայլուն անհատականություն, մի պայծառ բարեկամ մշակույթի գրականության գործիչների համար միշտ եղավ ու մնաց մեր թիկունքին։ Հրաչ Թամրազյանի շնորհիվ։ 2 տարի անց 1996-ին Հրաչը նորից զանգահարեց ինձ։ Ամեն անգամ, երբ նա զանգահարում էր, ես մտածում եմ, որ մի լավ բան պիտի ասի, մի լավ լուր պիտի ստանամ։ Եղբորը զանգել Հրաչի զանգը ինձ համար։ Ասաց, որ գրողների միությունում նախաձեռնվել են փոփոխություններ եւ գրողները ինձ առաջադրելու են միության առաջին քարտուղար Հրանտ Մաթևոսյանը նախագահ։ Բայց ծանր աշխատանքը զգուշացրեց Հրաչը թողնելու ենք քեզ վրա, որովհետեւ դու աշխատել կարողանում ես։ Պատկերացրեք իմ ոգևորությունը։ Այդպես Հրաչի զանգով իմ կյանքում սկսվեց նոր շրջան, ծանր, անշուշտ պատասխանատու, բայց դա կայացրեց ինձ։ Ես դա համարում եմ իմ կյանքի լավագույն տարիները։ Հաջորդ անգամ Հրաչը իր օգնությունը առաջարկեց Նոր դար ամսագրի հրատարակության հարցում։ Ինքն այդ ժամանակ Նայիրի տպարանի տնօրենն էր։ Ահա այսպես մնաց մեր հիշողության մեջ, իմ հիշողության մեջ տաղանդավոր ու բարի, իսկական հոգատար ընկեր ու լավագույն ղեկավար։ Բայց ես նույնքան, գուցեև ավելի, սիրում եմ Հրաչի պոետական գործը։ Վաղուց, շատ վաղուց ուզում էի ձեզ հետ խոսել իր հրաշք բանաստեղծության մասին, որը շատ եմ սիրում։ Բացեք այդ մարգարեական գրվածքը եւ կիմանաք, որ մեր աչքերին ինչ որ քող է հյուսված, մենք կյանքը տեսնել չենք կարողանում, բարեկամներ, եւ այս կյանքին ասես նայում ենք մեկ ուրիշի տեսողությամբ, որը մեզ չգիտեմ որտեղից պարտադրվել է։ Ահա ինչու կյանքը մնում է քողարկված, անբացատրելի մի առեղծված,
Պոետը բացում է վարագույրը կյանքի անտեսանելի ողբերգության, որտեղ մենք մենակ ենք ու անօգնական։ Ուրեմն որն է ելքը։ Իսկական բանաստեղծությունը չպիտի արձանագրի միայն իրողություններ, իսկական բանաստեղծությունը պիտի ցույց տա ելք, ճանապարհ, ուղի, որտեղ առաջնորդը միայն ինքն է։ Եվ Մարգարեն ասում է բանաստեղծը. «Փնտրեք ընկեր, մենակ ճամփա մի ելեք, փնտրեք նրան, ում հետ ձեր հայացքը բախտը ուղին կհամընկնի»։ Մենք մենակ ոչ մի բանի ունակ չենք։ Եվ ահա թե ինչու բանաստեղծության գլխավոր գաղափարը սա է. մի ելեք ճանապարհ, եթե չունեք ուղեկից, բախտակից ու ընկեր։ Սա է այս բանաստեղծության մեծ խորհուրդը։ Ահա ինչու այս հրաշք կերտվածքը ունի խոսում վերնագիր համընկնումներ։ Միշտ եթե կան համընկնումներ կյանքում, կլինի ձեռքբերում, կլինի հրաշք, այդպես կայացել են պետություններ, այդպես գրվել են ստեղծագործություններ, այդպես կյանքը զարդարվել է նորանոր ձեռքբերումներով։ Այստեղ տողերի արանքում Բեթհովենյան ուժի գաղափարներ եմ ես տեսնում։ Նայիր այս կյանքին, մարդ հարարած, մի ընկրկիր, այլ քայլիր միայն նրա հետ, ում հետ քո հայացքը համընկավ։ Կյանքը գաղտնիք է, ասում է Մարգարեն, իմ սիրելի բանաստեղծը, քանի որ մեկ ուրիշն է քո կյանքը նկարում։ Այո, այսօր մեր կյանքը նկարում են բոլորովին օտարուժեր, այն գծերով, որ համընկան։ Դուք արդեն նկատեցիք, որ հանճարեղ մի երաժիշտ հայտնաբերել է Հրաչի բանաստեղծության մեջ թաքնված լռության մեջ ապրող ձայները։ Այդ մեծ երաժիշտը Արթուր Մեսչյանն է, ով Հրաչ Թամրազյանի տողերի մեջ հայտնաբերեց թաքնված մեղեդին, կյանքի ահեղ ճշմարտությունը։ Մենք նման ենք փրփրած ջրերի, մենք ծովի խելագարված ալիքներն ենք և փշրվում ենք ավազին այն ալիքների հետ, որ համընկան։ Ով պիտի մեզ լույս առաջի և ով պիտի հողում պեղի այս խորացող պատարագը, այս ձայները կորած ցեղի, ով կտանի արյան ջետով մոռացության շաղից փրկված հիշողության վեմը կերտող այն ձեռքերը, որ համընկան։ Փնտրեք ձեր անցյալը, սիրելի հայեր, ոգեկոչեք անցյալ մեծերին, արթնացրեք հիշողության անձավներից քարե հիշատակներ և դա արեք անհապաղ, արեք հիմա, արեք անմիջապես, որովհետև անցյալի հետ մեր կապն է կորչում։ Քանի կյանքեր են չքացել, մենք չգիտենք կանք թե չկանք և մեր ձեռքն ենք մեկնում նրանց, ում հետ մեր բախտը համընկավ։ Մեր աչքերը ինքով է ուսված և զննում է շուրջդ միշտ դու և ուրիշի տեսողության քո կողարկված կյանքը դիտում և ինարյամբ չափում կրկին ուղիները քո դեմ ընկած և երակն ես մտնում կյանքի այն հայացքով որը համընկավ։ Թափառում ենք երկար և չգիտենք ուր ենք քայլում ժամանակի խոր կտավին լոկ պատկերներն է մեր մուկանում երկինքն իբրև մի մրաներկ փողոցն իբրև ճպանակար և նա մեր կյանքն է նկարում այն գծերով որը համընկավ։ Նոր հուները կյանքը մտնում և ոսում է հույսը հանգիստ լող են տալիս իր լուծույթում աշխարհները նրբ երանգի և խռովքի քամուց հազիվ փրփրում են ջրերն հանկարծ և փշրվում են ավազին ալիքները որ համընկան
բերաններ այս շատախոս Եվ խոսքերը լայնաբերան Եվ օրերը տագնապանից ընծաներով իրենց բերած Ով պիտի մեզ լույս առակի Եվ ով պիտի հողում պեղի Այս խորացող պատարակը Այս ձայները կորած սեղի Ով կտանի արյան կետով Մոռացության շաղից փրկված Հիշողության վեմը կերտող Այս ձեռքերը որ համն կան Եվ օրերի խորքից անխոս Մենք անցյալն ենք ոգեկոչում Եվ զգում ենք հանկարծ վախով Թե ինչպես է կապը կորչում Քանի կյանքեր են չկացել Մենք չգիտենք կանք թե չկանք Եվ մեր ձեռքն եք մեկնում նրանց Ում հետ մեր բախտը Ում հետ մեր բախտը համընկավ Խթանում է թակուն վախով Ու ծեփում է կյանքը տարեց Ու մնում է միայն աղոտ Այն երազը որ կատարվեց Բարեկամներ, լավագույն գեղարվեստական գրականության ներկայացումը դարձել է մեր հեռուստաշարքի կարևոր էջերից մեկը, նկատում եմ, որ հեռուստադիտողները հետաքրքրությամբ են հետևում այն գրքերին, որ ներկայացնում ենք։ Եվ այսպես փորձենք ներկայացնել մի քանի գրքեր, որ ճանաչվել են լավագույնը տարբեր տարիներին, եւ մենք մեր ընթերցողներին առաջարկում ենք ուղղորդում ենք գնալ դեպի այդ լավագույն գրականությունը։ Սիրելի բարեկամներ, ժամանակակից գրականության մեջ կան դասական անուններ։ Այո, ես ես պիտի ներկայացնեմ մի անուն, ով իբրև պատմավիպասան այսօր կանգնած է Ռաֆու Մուրացանի Ծերենցի կողքին։ Այդպիսի անուն է Վարդան Գրիգորյանը։ Առաջարկում եմ ընթերցել նրա հավերժական վերադարձ Դարկոսյան Մանյա Ալք վեպերը, որ ինչպես տեսնում եք, տպագրված են մեկ հատորով, ամեն մեկը գլուխ գործոց։ Վարդան Գրիգորյանը բերեց պատմության իմաստավորում, ինքը իդեպ պատմաբան էր, ավարտել է Երևանի Պետական համալսարանը պատմության ֆակուլտետը, եւ այդ պատմության խոր իմացումը միաձուլած իր պոետական հանճարի հետ, որտեղ նրա բանաստեղծական տողը արձակը պոեզիա է, պատկերացնում եք, արձակ, որը շնչում է բանաստեղծությամբ եւ դա ավելի մեծ հնարավորություն է խորանալու պատմության մեջ եւ բացահայտել այն, ինչ որ եղել է մեզ հետ։ Հատկապես պիտի խնդրեմ ուշադրություն դարձնել Դարկոսյան վեպին, որը պատմություն է այն մասին, թե ինչպես մենք կորցրեցինք, ինչպես դավաճանեցինք մեր անի մայրաքաղաքին եւ այսպես լավագույն գրքերի շարքում առանձնահատուկ տեղ է գրավում Վարդան Գրիգորյան պատմավեպեր գիրքը։ Ամեն անգամ երբ մենք հանդիպում էինք
այդ հանդիպումները վերածվում էին հոգևոր խրախճանքի, որովհետև նա բանաստեց Արշակ Քոչինյանը խոսում էր այնպիսի համոզումով, այնքան գեղեցիկ, այնքան խոր, որ ես միշտ մտածում էի, ինչու մեր զրույցին ներկա չեն երկրի կառավարիչները, որքան շատ բան կարող էին սովորել մեր երկրի նախագահը, մեր երկրի վարչապետը Արշակ Քոչինյանից, քաղաքականության մասին, գրականության մասին, արվեստի, մշակույթի, մեր ժողովրդի նեղ սոցիալական վիճակի մասին, եւ միշտ երբ Արշակ Քոչինյանը խոսում էր, միշտ ցույց էր տալիս այն եղանակ, այն ճանապարհը, որով կարելի է հարցը լուծել։ Մեր կյանքի խնդիրները որոնք են, ինքը գիտեր եւ կարողանում էր ամեն հարցի վերաբերյալ խոսելիս ստույգ գնահատականը տալ, ելքը ցույց տալ, միջոցը ցույց տալ, հնարավորությունը գտնել։ Բացառիկ տաղանդ ու ամեն անգամ ես մտածում Տեր Աստված, այս որքան իմաստնություն ես դու տվել պոետներին, որովհետև իրենք քաղաքականություն գիտեն ավելի լավ, քան գործիչները, ովքեր դրանով զբաղվում են։ Տնտեսությունը գիտեն ավելի լավ եւ ամեն հարցի մեջ իրենք արդար են բոլոր ժամանակների մեջ։ Ես այսօր իմ եղբոր մասին խոսելով պիտի նաև ձեզ դիմեմ, խնդրելով բարեկամներ, որ եթե դուք սիրում եք ինչ-որ գրողի կամ ինչ-որ գրականություն, ապա անպայման փորձեք գտնել այն լավագույն արժեքը, այն ինչ-որ մենք կոչում ենք գլուխգործոցներ։ Ես այսօր ձեզ ներկայացնելու եմ երկու քերթված Արշակ Քոչինյան բանաստեղծը Հրաչյա Սարուխանի պոետական դպրոցի սանն է։ Եվ նա աստվածացնում էր Հրաչին եւ Հրաչի միջոցով մտնելով գրականություն ամբողջ կյանքում եղավ ու մնաց Հրաչ Սարուխանի խոնար աշակերտը։ Ահա թե ինչու իր բանաստեղծական ժառանգության բոլոր էջերի մեջ մի բարձր վարպետություն կա, որը անհնար է չնկատել, անհնար է դրանով չհիանալ։ Տագնապ, այսպես է կոչվում այն բանաստեղծությունը, որը մահվանից հետո մեզ մնաց իբրև մեծ բանաստեղծի Արշակ Քոչինյանի պոետական պատգամ կամ պատվիրան։ Տագնապ։ Եկեք տեսնենք ինչից է տագնապել բանաստեղծի սիրտը։ Ուրացությամբ է հայքնապականվել եւ բոցն է գուժում հայոց վախճանի, հնարավոր չէ ազգ միաբանել ազգուրացի հետ ու դավաճանի, մեր գշտությունից ոսոխն է շահել, նրա հետ պիտի բարեկամանանք, թե մեր ազգության հետ չի պատահել հայրենազրկվել գաղթի ժամանակ, ոսոխի առջև դարպասը բանալ, ասել է բացել զոհասեղանը, չեմ կարող քանզի զուգընկեր դառնալ ճերմակ աղավնին ու յաթաղանը։ Մեծ գաղափար կրող ստեղծագործություն է սա, որ անպայման պիտի դառնա մեզ համար լուսարձակ արդի ժամանակը հասկանալու համար։ Եվ մեկ ստեղծագործություն եւս ուզում եմ ձեր ուշադրության ներկայացնել, սիրելի բարեկամներ, Արշակ Քոչինյանի այս ստեղծագործությունը վերաբերում է մեր կյանքին, ինչու մենք թերանում, որն է այն հիմնական հարցը, որ մենք այդպես է չլուծեցինք։ Մենք սիրում ենք արդյոք մեր հայրենիքը։ Այս հարցին միշտ պետք պատասխան տալ, որովհետև ըստ Արշակ Քոչինյանի սիրելու համար պիտի մեկ բան, շատ կարևոր բան անել, որ մենք չենք անում ու չենք արել 30 տարի շարունակ։ Սիրեինք, եթե քեզ հող հայրենի, ճիշտ հասկանային քո պատմությունը, մեր շեմը մաքուր, պլպլան, կոճիկ չէինք աղտոտի համայնատունը, որքան էլ զարկի ոսոխն արտաքին, որքան էլ տեղա մահացու հարված, մեր տուն քանդողը հենց դու ես ներքին, փնթիա բարո թշնամի պահվածք։ Ուղղակի կարող ենք ասել ճիշտ է բանաստեղծը, որովհետև սիրել հայրենիքը նշանակում է մեր տունը մաքուր պահել, մեր տունը կոճիկ պահել, մեր տունը ուժեղ պահել։ Այս է բանաստեղծի պատգամը մեզ։ Մենք Արշակ Քոչինյանի պոեզիային միշտ պիտի անդրադառնանք, որտեղ մի մեծ գանձարան է, մի մեծ գանձարան ազնիվ իմաստուն բանաստեղծի։